Բարև ձեզ։ Այսօր Իրինա Անանյանի հետ բացահայտում ենք Միասնության թևեր կուսակցության տնտեսական պլատֆորմի 5-րդ ուղղությունը՝ Սփյուռքի հայեցակարգ։ Կարճ։ Ինչը հայեցակարգը իրենից ներկայացնում։ 5-րդ ուղղությունը Սփյուռքի ներուժը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու մասին է։ Մենք անցում ենք կատարելու նվիրատվությունից դեպի ներդրում եւ համասեփականատիրություն։ Այսինքն Սփյուռքը դառնում է ոչ թե օգնություն տրամադրող, այլ ներդրող եւ տնտեսության համահեղինակ։ Այսինքն ոչ թե օգնություն է ուղարկում, այլ ներդրում է կատարում բիզնեսի, արդյունաբերության, նախագծերի ոլորտներում եւ ըստ էության կիսում է թե ռիսկը, թե արդյունքը։ Արդյունքում ունենում ենք համահայկական տնտեսական համակարգ, որտեղ Հայաստանը կենտրոնն է, իսկ Սփյուռքը լիարժեք գործընկեր։ Որոնք են այն 3 հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պետք է կառուցվեն Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները։ Առաջինը, ինչպես նշեցինք, համասեփականատիրություն, ոչ թե նվիրատվություն, Սփյուռքը այլևս օգնություն տրամադրող չի լինելու, այլ ներդրող եւ տնտեսության համահեղինակ։ Երկրորդը, միասնական պայմաններ եւ հավասար կանոններ եւ Հայաստանի եւ Սփյուռքի համար պետք է գործեն նույն հստակ ու վստահելի կանխատեսելի խաղի կանոնները։ Երրորդը թափանցիկություն եւ վստահություն, ներդրումները պետք է լինեն թափանցիկ, հաշվետու եւ վստահելի, որպեսզի երկարաժամկետ վստահություն ապահովեն։ 3 առաջարկ, որ պատրաստ եք անել սփյուռքահայ ներդրողներին։ Առաջինը ուղիղ մասնակցությունն է բիզնեսին, բաժնեմասնակցության տեսքով։ Սփյուռքահայ ներդրողը մասնակցում է կոնկրետ նախագծերում եւ ունենում է երկարաժամկետ եկամտաբերություն։ Երկրորդը ներդրումն է արդյունաբերական եւ տեխնոլոգիական նախագծերում, մասնակցություն արդյունաբերական գոտիներում, վերամշակող արդյունաբերությունում եւ ապահովում է ելի երկարաժամկետ եկամտաբերություն։ Երրորդը ներդրումն է արժեթղթերի շուկայում, գնելով հայաստանյան հայկական կազմակերպությունների բաժնետոմսեր եւ պարտատոմսեր, այդպիսով ապահովելով շահույթ Հայաստանի տնտեսական աճին զուգընթաց։ Տպավորություն է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները այսուհետև միայն բիզնեսի համար են լինելու։ Ոչ միայն բիզնեսի եւ տնտեսության մասով չի, բայց տնտեսությունը հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք ավելի լայն համակարգ, ներառելով բնականաբար կրթական, մշակութային, գիտական, տեխնոլոգիական ուղղությունները, ինչի արդյունքում կունենանք համահայկական տնտեսական մեծ համակարգ, որի լիարժեք գործընկերը լինելու է Սփյուռքը բոլոր ոլորտներում։ Այնպես չէ, որ սրանից առաջ ոչ մեկ չէր փորձել, բայց կարծես թե ոչ մեկի մոտ չի ստացվել, հետեւաբար գուցե իրենց չէին հարցրել, հիմա դուք իրենց հարցրել եք, իրենք ուզում են։ Մենք ոչ թե Սփյուռքին ասելու ենք, թե ինչ անել, այլ ապահովելու ենք այնպիսի հարթակ, որտեղ ինքը կարող է որոշել, թե ինչպես մասնակցի։ Մեր շփումներից պարզ է դարձել, որ Սփյուռքում հիմա էլ կա բավականին մեծ մոտիվացիա ներդրումներ կատարելու եւ մասնակցելու Հայաստանի տնտեսական կյանքին, սակայն միևնույն ժամանակ բացակայում են հուսալի գործիքները, կանխատեսելի պայմանները, հարմար մեխանիզմները, ուստի մենք վստահ ենք, որ պահանջարկը կա, իսկ մենք ստեղծում ենք առաջարկը։ Շնորհակալություն։